Ադրբեջանում գործող քաղաքական ընդդիմությունը եւ դրա դիրքորոշումները Հայաստանի եւ Արցախի հարցերում։ Ադրբեջանում ընդդիմադիր կոչվող շատ ուժեր իրականում իշխանության երկար ձեռքի շարունակությունն են, բայց այս ամենի կողքին շարունակում է գործել, պայքարել ադրբեջանական իրական ընդդիմությունը, չնայած ձերբակալություններին, քաղաքական հետապնդումներին եւ ճնշումներին, հանուն քիչ թե շատ իրական ժողովրդավար եւ մարդակենտրոն իշխանություն ունենալու։ Փորձենք հասկանալ ինչպես են տարբերակում դրանց ադրբեջանցիները, ինչ քաղաքական դերակատարներ են հանդես գալիս իբրև իրական ընդդիմադիրներ եւ ովքեր են հայտնվում իշխանավորների գրպաններում։ Ադրբեջանական քաղաքական մշակույթում ընդդիմությունը ըստ հասարակական ընկալումների բաժանվում է երկու բևեռի՝ իրական եւ կեղծ։ Իրական ընդդիմությանը հաճախ անվանում են նաեւ ավանդական (NNV Muhalifet)։ Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցությունը իրական ընդդիմության առաջամարտիկներից է։ Այն առաջնորդում է Արի Քարեմլին։ Վերջինս դեռևս Էլչիբեի կառավարության ժամանակ եղել է ամենաերիտասարդ քաղաքական դեմքերից մեկը, իսկ այսօր շարունակում է լինել բռնաճնշումների ենթարկվող եւ հրապարակներ լցնող ակտիվ գործիչ։ Այս ուժը շարունակաբար քննադատում է իշխանությունների վարած քաղաքականությունը եւ կտրուկ ընդդիմանում է ադրբեջանական իշխանությունների ծավալապաշտական նկրտումներին։ Մուսավատ կուսակցությունը պատմականորեն կապ ունի Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության հետ։ Այս կուսակցությունը ղեկավարում են Իսա Ղամբարը եւ Արիֆ Հաջիլան ռոտացիոն սկզբունքով։ Մուսավաթի առաջնորդները իշխանության հանդեպ քննադատություններ են հնչեցնում եւ կողմ են խաղաղության գործընթացների զարգացմանը։ Գործող ուժերից հստակ դիրքավորում ունի նաեւ ժողովրդավարական ուժերի ազգային դաշինքը։ Այն ձևավորվել է 2013 թվականին նախագահական ընտրությունների ժամանակ, միավորելով տարբեր ընդդիմադիր խմբեր։ Սակայն կորիզը ազգային ժողովրդական ճակատն էր։ Դաշինքի հիմնական դեմքը դարձել է Ջամիլ Հասանլին, պատմաբան, ակադեմիկոս եւ այն ժամանակ նախագահական ընտրություններում պաշտոնապես գրանցված թեկնածու, որը հավաքեց ավելի քան 200,000 քվ։ Այս քաղաքական ուժերն այսօր ներկայացված չեն խորհրդարանում։ Նրանց բացակայությունը օրենսդիր մարմնից պայմանավորված է ոչ թե համաժողովրդական աջակցության բացակայությամբ, այլ ռեպրեսիվ մեխանիզմներով եւ ընտրական մանիպուլյացիաներով։ Իսկ հիմա անդրադառնանք ընդդիմության մյուս կողմին՝ կեղծ ընդդիմությանը։ Սա այն ընդդիմությունն է, որը հաճախ համագործակցում է իշխանությունների հետ շինծու ընդդիմության դիրքերից։ Այս խմբին ներկայացնելու համար հենց իրենք, ադրբեջանցիները, օգտագործում են գրպանային կամ ավտոբուսային տերմինները։ Գրպանային ընդդիմություն են համարվում իշխանությունների վերահսկողության տակ գտնվող ուժերը։ Ավտոբուսային ընդդիմությունը բավականին կարճ, բայց հետաքրքիր պատմություն ունի։ 2021 թվականին 48 կուսակցության ղեկավարներ Ադալատ Վերդիևի հրավերով մասնակցեցին Ալիևի կազմակերպած այցին դեպի Ակնա, Աղդամ։ Եզրույթը հստակ պատկերացնելու համար նշենք, որ նրանք շարքով եւ կարգով նստում էին ավտոբուսները Ակնա մեկնելու համար։ Այդ շարքում էին Մեծ Ադրբեջան կուսակցության, Ադրբեջանի ազգային անկախության կուսակցության եւ այլ ուժերի ղեկավարներ։ Այս եզրույթը այսօր ներադրբեջանական միջավայրում օգտագործվում է որպես հեգնանք այդ ուժերի ներկայացուցիչներին։ Ընդդիմադիրների դիրքորոշումները Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցերում։ Թե իրական եւ թե կեղծ ընդդիմությունը մի հարցում համատեղում են իրենց դիրքորոշումը։ Այդ հարցը վերաբերում է Ադրբեջանի այսպես կոչված տարածքային ամբողջականությանը եւ հակամարտության կարգավորմանը։ Օրինակ Նիդա քաղաքացիական շարժումը մերժում է Ադրբեջանի իշխանությունների բռնապետական քաղաքականությունը եւ գտնում է, որ մարդասիրական հիմնարար սկզբունքներով պետք է լուծել Արցախի հարցը։ Ռեալ կուսակցությունը հանդես է գալիս ամենասուր քննադատություններով, հատկապես իշխանությունների մերժողական քաղաքականության վերաբերյալ։ Ռեալը կողմ էր մադրիդյան սկզբունքների ընդունման եւ կարծում էր, որ դա է կարգավորման ճիշտ ուղին։ Ումիդ կուսակցությունը համակարծիք է խաղաղ կարգավորման անհրաժեշտությանը, սակայն դրանք հակված են որոշակի զիջումների եւ փոխզիջումների, որպեսզի իրավիճակն իսկապես մուտք գործի դիվանագիտական լուծումների ճանապարհ։ Իր հերթին Ադրբեջանի ժողովրդական ճակատը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղը պատմականորեն եղել է Ադրբեջանի մաս։ Նրանք դեմ են մադրիդյան սկզբունքներին, քանի որ գտնում են, որ դրանք ենթադրում են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցում։ Եվ Մուսավատ կուսակցությունը, որը պատրաստ է խաղաղ բանակցություններին, չընդունելով ծավալապաշտական ռազմավարությունները, սակայն կողմ է բանակցային սկզբունքների թարմացմանը։ Ադրբեջանի ընդդիմությունը, չնայած իր տարբեր ճյուղերին եւ առկա տարաձայնություններին, ընդհանուր մոտեցում ունի։ Ադրբեջանը պետք է պաշտպանի իր տարածքային ամբողջականությունը, սակայն դրա համար անհրաժեշտ է ընտրել խաղաղ ճանապարհ։ Նրանք պնդում են, որ խաղաղության հասնելու համար պետք է կիրառվեն միայն այնպիսի մեթոդներ, որոնք ապահովեն Ադրբեջանի շահերը։ Ընդդիմադիր կուսակցությունները նաև ենթադրում են, որ տարածքային պահանջները պետք է ամրագրվեն միջազգային դիվանագիտության միջոցով, գրեթե առանց որևէ զիջման հօգուտ Հայաստանի։